Բարև սիրելի ունկնդիրներ, եթերում է Մարիշի հետ հաղորդումը, ես Մարիա Հակոբյանյանն եմ և այսօրվա իմ հյուրը նկարիչ, քանդակագործ Ներսես Վարդանյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն։ Շատ հաճելի է ձեզ մոտ հյուրընկալվել։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ հատկացրեցիք, որպեսզի կարողանանք զրուցել ձեր մասին։ Սիրով, եթե կարող եմ։ Բոլոր գաղտնիքները իմանալու ենք։ Փորձելու եմ գաղտնիքներ չպահել։ Ներսես ջան, ով է Ներսեսը, որտեղ է ծնվել, երբ է ծնվել։ Ես ծնվել եմ Հայաստանի Արտաշատ քաղաքում։ Ահա։ Ծնողներս գաղթել են Մուշ քաղաքից։ Ահա։ Տեղի դպրոցը ավարտելուց հետո, բնական է սովետական բանակ, մեր այն ժամանակվա սերունդների համար դա պարտադիր էր, որից հետո անմիջապես մեկնել Լենինգրադ, հիմիկվա Սանկտ Պետերբուրգ քաղաքը, ուսանել եմ այնտեղ նկարչություն։ Սկսենք մինչև դա, Ներսեսը փոքր ժամանակ ինչ էր սիրում, ինչ չէր սիրում։ Փոքր ժամանակ շատ էի սիրում բանաստեղծություններ եւ պատմվածքներ գրել։ Ուրեմն շատ եմ փորձել, նույնիսկ դպրոցում շարադրությունները եւ թելադրությունները բանաստեղծություն էի գրում, բայց մի քիչ երկչոտություն ունեի։ Հա։ Իմ սիրելի ուսուցչուհին որոշեց ինձ համար կեղծանուն ստեղծել, Վարդանյան Ներսես դարձրեց Վարնես, ու դրա անվան տակ մի քանի անգամ էլ Պիոներ կանչ թերթ կար ժամանակին, այնտեղ է տպագրվել, որից հետո դրանով մի 2-3 տարուց հետո ավարտեցի բանաստեղծական կարիերան, հասկացա, որ երևի դա իմ բանը չէր։ Չստացվում։ Մի քիչ ստացվում էր, բայց ավելի շատ սիրում էի սպորտ եւ նկարչություն, բայց այն ժամանակ այդքան շատ, ասենք, չէի զբաղվում։ Հա։ Պարզապես ինձ համար։ Հա։ Իսկ ինչու բանաստեղծություն հիշում եք ձեր երիտասարդ տարիների ստեղծագործություններից։ Ցավալի է, բայց չէ։ Չեք տպագրել երբեք ձեր բանաստեղծությունները։ Դա պատահել է 7-րդ, 8-րդ դասարաններում ու դա այնքան հեռու է արդեն մոտ 50 տարի առաջ չեմ կարող ասել, բացարձակ չէ։ Իսկ ուրեմն բանաստեղծություն եւ պատմվածքներ, իսկ նկարչություն։ Նկարչությունը դպրոցում պատի թերթեր էի ձևավորում, միայն դա։ Հա։ Իսկ փաստորեն ավարտում եք դպրոցը եւ որոշում եք գնաք Սանկտ Պետերբուրգ, այո, Լենինգրադ սովորելու համար, հենց նկարչության։ Հա, հենց նկարչության։ Իսկ ինչ։ Բայց ճիշտն ասեմ, ուրեմն նախքան բանակ գնալը դպրոցը ավարտելուց հետո մի 4-5 ամիսի չափ ընդունվեցի Ադրի էին ասում այն ժամանակ Հրաչյա Գարբուզյանի ստուդիան։ Երևան, շատ լավ նկարիչ, շատ լավ մանկավարժ էր։ Ինքն ինձ խորհուրդ տվեց գնալ Լենինգրադ այնտեղ շարունակել։ Տաղանդը նկարեց։ Երևի։ Հա, 5 տարի։ Մոտ 6.5։ Բայց ընթացքում, բացի սովորելուց, ընթացքում սովորել եմ, ասենք, մեծ ակադեմիկոս Անդրեյ Միլնիկովի արվեստանոցում, դրան էլ գումարենք 4 տարի իր անձնական արվեստանոցում, հետո ակադեմիկոս Սուվորովի ստուդիայում։ Ընդհանուր առմամբ մոտ զբաղվել եմ, ասենք ուսման տարիները այդ ժամանակ Ռուսաստանում եղել է 10 տարի։ 10 տարի մնացել եք Ռուսաստանում։ Ինչ էր կատարվում ձեր կյանքում այդ ժամանակ, բացի սովորելուց։ Բացի սովորելուց ցուցահանդես, նկար, ինչ որ չէ։ Իմ ցուցահանդեսները կատարվում էր մեծ մասամբ իմ վարպետների արվեստանոցում, դե բնական է վարպետներս մեծ վարպետներ էին եւ մեծ հյուրեր էին ունենում։ Հիշում եմ մի այսպիսի դեպք, երբ որ ակադեմիայի պրեզիդենտ Բարսուգարովը մի օր եկավ մեր արվեստանոց, այն ժամանակ Նիկոլայ Նիկոսյանը ոչ թե համարվում էր, ներողություն սխալ արտահայտվեցի, Սովետական միության նկարիչների միության նախագահն էր։ Իրանց շատ կճառերուց հետո որոշեցի ոչինչ չանել, այսպես ասած զբաղվել գիշեր-ցերեկ նկարչությամբ։ Հա, ստացվեց։ Իմ աշխատանքները ցույց տա, չեմ կարող ասել ես։ Մարդիկ թող գնահատեն։ 10 տարի հետո վերադառնում եք։ Դե 10 տարից հետո վերադարձ Հայաստան, հա, իմիջիալոց ասեմ արձակուրդների ընթացքում եւ նրանից հետո ել վերադառնալուց հետո որոշ ժամանակ աշխատել եմ հեռուստաֆիլմերի Երևան ստուդիայում։ Ինչ եք անում։ Սկզբից որպես խմբագիր, բայց մեծ մասամբ ֆիլմերի ձևավորումներ, տիտրեր, ասենք մի քիչ, ինչ ասեմ, դեկորներ, այդպես բաներ էի անում։ Ինչ հետաքրքիր է։ Ստեղծագործական։ Ստեղծագործական, այո, հա, այդ ֆիլմերի մասնակցությունը լայն մտահորիզոն բացվեց։ Այնտեղ ես ճանաչեցի, ասենք,
մեր մեծ գրողներից մեկին Մուշեղ Գարշոյանին, ասինքս առաջի արձակուրդի ժամանակ երբ որ գնացի, ցավոք սրտի ինքն արդեն զոհվել էր դժբախտ պատահարի պատճառով Ձորի Միրոյի նկարահանման ժամանակ։ 10 տարի հետո ո՞նց եք որոշում վերադառնաք Հայաստան, թե չեք որոշում։ Չէ, 10 տարի հետո բնական է պիտի վերադառնայի։ Դե։ Հա, որից հետո դե սկսվեց մեր այս Արցախյան շարժումը։ Որոշ բաներ էլ մասնակցություն փորձեցի ես ունենալ։ Ինչ էիք անում։ Գարեգին Նժդեհի անվան խմբի մեջ էի գտնվում։ Պատերազմում, բայց շատ չեմ մասնակցել, չեմ ուզենա շատ ներկայացնել, որովհետև մի քանի մեծ մարդկանց եւ լավ ֆիդայինների կարծիքով ես մարտիկ չէի։ Ինձ իրենք դեմոբիլիզացրեցին, ասեցին գնա նկարչությունով քո բանը զբաղվի, չի, այո, պատերազմը քո բանը չի։ Հայաստանը քո կարիք ունի որպես նկարիչ։ Երբ որ արդեն շատ ծանր վիճակ կգտնվի, բնական է անմիջապես կգաս։ Դե դա էլ լավ բան։ Այսինքն դա էլ լավ գնահատական է, այսինքն դու ձեր տաղանդը ուրիշ բանով կարող եք Հայաստան։ 10 տարի հետո վերադառնում, ի՞նչ է կատարվում ձեր կյանքում այդ ժամանակ, որ վերադառնաք Հայաստան, արդեն ոչ թե արձակուրդ, այլ որպես աշխատող երիտասարդ։ Ուրեմն Արտաշատի քաղաքը ունեցավ Հայաստանի պատկերասրահի մասնաճյուղ։ Ես դարձա այդ մասնաճյուղի դիրեկտորը։ Ինչ լավ է, մասնագիտությամբ։ Մասնագիտությամբ եղա դիրեկտորը, միայն ժամանակ Շարլ Ազնավուրի անվան դա շենքում էր։ Այդ բոլոր նկարները, որ պահեստներից արդեն բերել էինք, բնական է, դա մեծ աշխատանք կատարվեց, մաքրեցինք, կախեցինք, շատ սիրուն պատկերասրահ սարքեցինք։ Մոտ 2 տարի աշխատեց։ Քանի տարեկան էիք այդ ժամանակ արդեն։ Բավական տարիք ունեի, դա մոտավորապես 1996-98 թվականներ։ 96-98 թվականներ։ Okay։ Հետո ինչ էիք անում, դասավանդում էիք, թե մենակ Հա, ասեմ, ուրեմն սկզբնական շրջանում որպես սպորտսմեն ես շատ եմ սիրում սպորտը, պարապել եմ սկզբից բռնցքամարտ, հետո կարատե, հետո որոշեցի ուշույով զբաղվել, դարձա Հայաստանի ուշուի ֆեդերացիայի անդամ։ Մի ժամանակ համարվում եմ Հայաստանի Ջեքվունդո ֆեդերացիայի փոխնախագահը, որը միջև հիմա այսօր։ Հիմա էլ այո, մեր այս հայկական դպրոցում Զավենտեմի հայկական դպրոցում պարապում եմ ուշու երեխաների։ Ուշու պարապում փաստորեն, կան ուշուի դասեր։ Կան ուշուի դասեր։ Բացի նկարչությունից։ Ես չեմ ճանաչում ուշուն, այդ երևի Ուշուն իսկական, այսինքն դա մարտական արվեստ է, որը Եվրոպայում եւ Ամերիկայում Չինաստանից դուրս ընդունված է կոչվել կունֆու։ Հա, բարձա։ Բայց իսկական չինացին իրեն հարգող չինացին երբեք կունֆու չի ասի, որովհետեւ կունֆուն բացարձակ ուրիշ բառ է եւ ուրիշ տերմին է, ուրիշ նշանակություն ունի։ Հա, ինչ հետաքրքիր է, որովհետեւ ստեղ տենց է տարածած ավելի շատ, հա։ Կունֆուն դա նշանակում է վարպետության վրա ծախսված ժամանակը։ Հետաքրքիր է։ Իսկ ուշուն դուք դա որտեղ եք սովորել ուշուն։ Ուշուն ես սովորել եմ Երևանում։ Երևանում։ Դե այն ժամանակ մի քիչ փակ էր Սովետ միության ժամանակ սեստեմը, հետո Փարքածո լայն հնարավորություններ ընձեռվեց։ Դուրս եկավ ասպարեզ։ Հա, բարձր հետաքրքիր է։ Եվ Հայաստանում մեր 60 ընկերներ ստացան որակավոր ուշուի։ Դասավանդեցի։ Փաստորեն այդ ընթացքում, երբ որ դուք տնօրեն էիք, միաժամանակ նաև դասավանդում էիք տարբեր տիպի եւ կարատե եւ ուշու։ Եվ կարատե եւ ուշու։ Բարձր։ Այսինքն երկուսն էլ ինձ համար միշտ հոգեհարազատ է մնացել մինչև այսօր։ Բարձր։ Հետո ամուսնացաք։ Այո։ Հետո ամուսնացանք։ Ամուսնացա իմ դասընկերուհու հետ։ Հենց բան չեք եկել։ Չէ։ Բան չի այդքան ուշ նկատեցիք։ Ես չգիտեմ ոնց։ Ուշլի։ Հա, ուրեմն սկզբից ինքը մեկնեց Լենինգրադ սովորելու, բանակից հետո զորացրվելուց հետո ես էլ որոշեցի գնալ այնտեղ սովորել։ Իր համար էի գնացել Լենինգրադ փաստորեն։ Ինձ համար սովորելու եւ միասին լինելու համար։ Հա, փաստորեն մեղքս։ Հա, փաստորեն ուշ չեք նկատել, դուք այն սկզբանից եք նկատած եղել, հա։ Իսկ ված գնացել սովորել, եկել եք նոր եք։ Չէ, մենք դպրոցում միասին ենք սովորել, պարզապես հետագայում երևի այդ սերեր հասունացավ այսպեսի։ Ինչ լավ է, լավ պատմություն։ Բայց ինքը մասնագիտությամբ ուրիշ բնակավար ընտրեց, բնականաբար։ Ինչ ընտրեց։ Հաշվապահ էկոնոմիստ է։ Հա, դե միշտ տարբեր չի այդ նկարչական արտիստային
մենտալիտետը ու հաշվապահական Կնախանձեի, որ նկարչի լիներ, որտեղ ամեն օր պիտի կռիվ լիներ։ հա Պիտի ճիշտ է իրար ուղեին, սա լավ չի, սա լավ է, եւ այլը դրա համար այլը։ ինքը խելացիկին էր ինքը ընտրեց լրիվ ուրիշ բնագավառ որ ոչ մի մրցույթ չլինի ձեր միջև Եթե ընդունենք այսպես լավ էր իսկ Բելգիա փաստորեն դրանից հետո ինչ է կարել միշտ աշխատել եք որպես տնօրեն թե ուրիշ աշխատանքի եք արել Հայաստանում Չէ, Հայաստանում ճիշտ ասած մի 2 տարի եղել եմ լավ քաղաքական թոհուբոհի մեջ։ Հա, այո։ Քաղաքականությունով եք զբաղվել։ Հա, մի քիչ էլ դրանով եմ զբաղվել։ Հա։ Հետո։ Դե որից հետո ճիշտ ասած եկանք Ֆրանսիա ցուցահանդեսի։ Շատ հարկ ցուցահանդեսներ ունեցա մի քանի տեղեր ու հանկարծ ստացվեց, որ մնալու հնարավորություն կար։ Փորձեցինք, մնացի։ Եվրոպան որպես նկարիչների համար ինձ թվաց ճիշտ է դժվարությունները շատ են, բայց արվեստի կենտրոնն եմ ես համարում դա։ Վերջապես կարելի ասել գտնվում ես Ռուբենսի, Ռեմբրանտի երկրում եւ դա մեծ ստիմուլ է հաղորդում բնական է։ Ինչ տպավորություններ ձեզ մոտ որ առաջի անգամ եկաք Ֆրանսիա ցուցահանդեսի, ասենք այդ թանգարանները, այդ նկարները իրականում տեսնելու, այսինքն ոչ թե մենակ գրքերի մեջ, ասենք։ Դե փոքրի շատ է Լենինգրադում կա Էրմիտաժ թանգարան, որը իր կոլեկցիայով եւ բազմապիսությամբ եւ որակով կարող եմ ասել չի զիջում։ Չէ, չի զիջում։ Նույնիսկ ինձ համար թողներեն եվրոպացիները մի երկու գլուխ լավ են։ Քանզի Ռուբենսի եւ մնացած ֆլամանական դպրոցի ներկայացուցիչների ամենամեծ կոլեկցիան գտնվում է Էրմիտաժում։ Եվ ամենալավը։ Հա, այսինքն առանձնապես դուք չզարմացաք Սեղի Լուվրով եւ այդքան չէ, բայց հաշվի առնելով որ ես հորոսկոպով այծեղջուր եմ, մի քիչ այսպես ասած պոզերս սրած չեմ փորձել ընկճվել, փորձել եմ պայքարել ու ամբողջ կյանքս պայքար է ստացվում։ Փաստորեն դուք որոշում եք որ մնաք Ֆրանսիայում։ Այո։ Ու հայտնվեցի Բելգիայում։ Հա, հասկացանք հերու չի, բայց ոնց տենց ծանոթներ թե ուղղակի։ Չէ, հենց ուղղակի։ Հա, ուղղակի։ Ես փորձել եմ ինքս միայնակ հաղթահարել ինչքան որ կարողանում, ճիշտ է, ասենք լեզվի պահով շատ դժվար է։ Հա։ Բայց ես եթե ֆրանսախոս ասում էիք թե ֆլամանախոս։ Ֆլամանախոս։ 2 բառ խոսում էի հայերեն, 3 բառ ռուսերեն, 2 բառ էլ ֆրանսերեն գիտեի, 3-4 բառ էլ անգլերեն։ Միացնում էի եւ ասում էի այն ինչ որ կարողանում էի։ Հասկանում էին։ Չին հասկանում, բայց մոտավորապես սրբալին որ նոր լեզու է ստեղծված հնարավոր է։ Այդ Հայաստանում որ ասենք մեկին ասում ես արտասահմանցի, հա, ասենք իրանք անգամ ռուսերեն։ Հա, շատ լավ խոսք է։ Շատ մարդկանց թվում է, որ եթե ինք արտասահմանցի, ինքը ռուսերեն խոսում, հատկապես տարիքով մարդկանց էլի, որոնք լեզուները անգլերեն բանից չեն դիրապետում, իսկ միշտ հետաքրքրվել է, լավ, դες որ ինքը արտասահմանցի է, իրանք միանգամից ռուսերեն են խոսում, որտեղ իրենց համար դա օտար լեզու է, ասենք, այո, մեծ ազգա մեծ լեզու է, շատերն են խոսում եւ այստեղ էլ նիդերլանդական դպրոցի երբ որ գնացի, մի ամսի չափ եմ գնացել, շատ չեմ գնացել, այդտեղ մի քանի բաժիններ կար, ասենք իսպաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ ռուսերեն նույնիսկ։ Հա, անգամ Եվ շատերը գնում էին ֆլամանացիները ռուսերեն սովորելու։ Հա, մի ժամանակ մինչև պատերազմը բավականին, հա, հետո անկում ապրեց լեզուն, հա։ Հիմա արդեն ուրիշ ձև են տրամադրված, ինչ է։ Հիմա ուկրաիներեն սովորում։ Լավ, եկաք Բելգիա, որ թվին, փաստորեն։ 1999 թվին։ Փաստորեն այնտեղ շատ հայեր չկային։ Քիչ էին հայերը այստեղ երևի։ Քիչ էին, հա, մեր քաղաքում, եթե սխալ չեմ լինի, առաջի հայը ես եմ եղել, որ մի տարուց հետո նոր սկսեցին շատանալ։ Հա։ Միանգամից գնացել եմ Ալստ քաղաք։ Ալստ։ Որոշ ժամանակից հետո փորձեցի լեզուն լավ տիրապետելու համար ստիպված էի գնալ ակադեմիա, սկսել 0-ից։ Նկարչության ակադեմիա։ Դա 8 տարի քաշեց։ 8 տարի սովորեցիք ակադեմիայում։ Իբր թե սովորեցի կարելի ասել, դե սովորելը լեզու սովորեցի լավից շատ, հա։ Շփվեցի մարդկանց հետ, մենտալիտետ լավ ընկերներ ձեռք բերեցի, ընթացքում շատ ցուցահանդեսներ եմ արել իրենց հետ, այնպես որ գոհ եմ։ Եվ դա էլ ասենք առիթ տվեց, որ ինձ գլխավոր քահանան հրավիրեց, այսպես ասած, թեմի առաջնորդարան իրենց եկեղեցում աշխատելու, որպես նկարիչ ռեստավրատոր։ Ինչ եք արել եկեղեցի։ Նկարիչ ռեստավրատոր, մեծ մասամբ ռեստավրատոր էի աշխատում, ասենք նկարներ, քանդակներ, դռան, այսպես նաշխերը եւ այլը եւ այլը։ Նույնիսկ հին կողպեքներ, այդ բոլորը ին վրա էր։ Հա, գումարը բացել փակելը։ Հա,
Մենք որ գնացել էինք բան, որտեղ էինք գնացել, Կրետ գնացել էինք, Հերակլիոն, այնտեղի հայկական եկեղեցում հանդիպեցինք էլի մի տղայի, որը ռեստավրացիայով էր զբաղվում, ինքն էլ բացում փակում էր ու բրավ բացատրեց մեզ, որ գնացինք, բան, այդ օրը պատարակ չկար, հա, ու ցույց տվեց այդ աշխատանքները, որ արել է, նկարները եւ լավ, որ մասնագիտությամբ եք աշխատել, այսինքն դա ինձ թվում է դժվար է, երբ որ մի ամբողջ կյանք թողում ես Հայաստանում, գալիս ես տեղ, պետքա 0-ից մինուտ 10-ից սկսես, 0-ից չեմ ասում, որ լեզուները հատկապես Բելգիայում մի քանի հատ են։ Հաշվի առնելով հանգամանքը, որ նկարչության եւ ընդհանրապես արվեստի լեզուն, իհարկե գրականությունը մի կողմ, երաժշտությունը, նկարչություն եւ քանդակագործ դա մի համաշխարհային լեզու է, որ բոլորը հասկանում են։ Իսկ ինչ ոճով եք նկարում կամ, չգիտեմ, Դե մեծ մասամբ ժամանակին ավելի շատ դիմանկարներ էի անում, հետո իմ սիրած թեման ռեալիզմն է եւ սիմվոլիզմը, բայց մեղքս իշտակցնեմ նկարչությունից հետո որոշեցի լուրջ զբաղվել քանդակագործությամբ, ուրեմն 0-ից էլ սկսեցի քանդակել։ Հա, 0-ից երբեք չեք սովորել քանդակագործություն։ Չէ։ Հետաքրքիր։ Իսկ ինչից եք քանդակում։ Մեծ մասամբ ես անում եմ մարմարից։ Մարմարից։ Օ, դա նուրբ քար է, չէ՞։ Ասեմ շատ շուտ ջարդվող եւ ամուր քար է։ Հա։ Այո, շատ դժվար։ Շատ ծանր, բայց ես չեմ ընկճում, շատ եմ սիրում։ Ստացվում է։ Հուսով եմ։ Ինչքան ժամանակ է որ արդեն զբաղվում եք քանդակագործությամբ։ 15 տարուց ավել կլինի։ Ոստեղ անում եք հանդեսներ։ Իմ ճիշտ ասած առաջի ցուցահանդեսը հայկական դպրոցում, այստեղ Զավենտեմի հայկական դպրոցում։ Անցած տարի, որ ծանոթացանք։ Անցած տարի որոշ քանդակներ կան, բայց քանդակներ մեծ մասամբ արել եմ Բելգիայում տարբեր տեղեր։ Տարբեր բաների համար, մարդկանց համար։ Պատվերներով ուզում եք ասել։ Եվ պատվերներով եւ պարզապես որպես արվեստի, ասենք, ցուցահանդեսներ կան մի քանի կոլեկցիաներ, որոնք առել են իմ քանդակները, մոտ 2 տարի առաջ ցուցադրել եմ Եվրոպարլամենտում։ Իմ քանդակը այնտեղ դրված էր, մեջ հաջողություն ունեցավ, բայց կոլեկցիաները որոշեց, որ Իրանն է հետ տանում։ Հա, այդպես էլ չթողեց։ MEP էր, հա, երևի, հա, MEP կոլեկցիաներ։ Հա, հետո շուտով նույն այդ քանդակը պիտի ցուցադրվի Սանտորիդեն քաղաքապետարանում, այո, Բելգիայում։ Նույն քանդակը, նույն քանդակը, թե նույնը։ Չէ, նույն քանդակը։ Հա, այս քանդակը իր ասելով ոնց որ հետն է քնում։ Բարձա։ Դե շատ լավ է քանդակի համար, հետաքրքիր։ Այո։ Հետաքրքիր։ Հիմա փաստորեն դուք Բելգիայում միշտ աշխատել եք որպես ռեստավրատոր, հա։ Այո։ Տվել եք նկարչության դասեր կամ քանդակ որտեղ։ Բացի դպրոցից ուրիշ տեղ։ Բացի դպրոցից ակադեմիայում եղել եմ, ասենք, մեր դոցենտի օգնական։ Հա։ Քանի որ իրենց ասելով ես լեզուն լավ չէի տիրապետում, դե ֆլամանական լեզուն շատ դժվար լեզու է։ Ես էլ մի քիչ տաղանդ չունեմ լեզուներ սովորելու։ Ասեմ մի գաղտնիք, որը նույնպես քեզ հետաքրքրի, Մարիժան։ Ես ռուսերեն շատ լավ գիտեմ, բայց շատ վատ խոսում եմ։ Նույնն էլ կատարվեց այստեղ։ Ասեք մտածում եմ այրեն նոր թարգմանում եմ, միջև այդ արդեն անգամ 10 տարուց հետո Ռուսաստանում սովորելուց, հա։ Հա, չի ստացվում։ Լեզուներն իմ մոտ չի ստացվում, իմ մոտ շատ լավ կստացվի հայերենը։ Հա, դե մոտ նկարչությունը չի ստացվում, ասեմ, իսկ տարան նկարչության դասի ոնց էր առաջ երեխան պետքա գնա նկարչության դաշնամուրի երաժշտական, չէ, պարտադիր ճանապարհ էր բոլորի համար։ Մի անգամ հիշում եմ արտասահմանցի ծանոթ ունեի, ինձ ասում էր ես չեմ հասկանում սովետական միության ժողովրդին, որ հանդիպում եմ երիտասարդներին, բոլորը գնացել են երաժշտական դպրոց, ինչ-որ նկարչության, ասում եմ դու չունեիր ճարը տեղ, դու պարտադիր sense բաներ էր, որ պետքա, չէ, բոլոր ընտանիքներում երեխաներին տանում են 7 տարեկանում երաժշտական դպրոց, հետո նկարչության։ Այդ նկարչությունը միակ բանը, որ կարացա նկարեմ, բաներ էին, ջրահարս էինք նկարում։ Հետաքրքիր է։ Հա, ես այդ ջրահարսից ենքում չգնացի։ Հետո մամային ասց ինձ հանեք այդտեղից մեղքեմ, ինձ հանցին, այնց որ լեզուները մոտս լավ ստացվում, նկարչությունից չկամ բացարձակ։ Կարող ենք փոխարինել։ Հա, եկեք բան անենք, փոխարինենք։ Հա, դուք ինձ նկարչություն, ես ձեզ բան, ես ձեզ լեզուգական աշակերտ ունենալը մեծ բաներ չգիտեմ, ասեմ ձեզ ֆրանսերեն, անգլերեն։ Ես ֆրանսերեն կսորեմ։ Եղավ։ Ուրեմն բանը կոնտրակտ կան, պայմանագիր։ Անցած տարի ես որ եկա,
անգարցակի տեսա ցուցահանդեսը, տենց ծանոթացանք այո։ Զավանթեմի հայկական տանը։ Հիշարժանորեր։ Հա, լավ, Այո։ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, հաճելի ու դուք լավ նորություն ունեք, որ կարող եք կիսվել մեր ունկնդիրների հետ։ Հիմա Հա։ ճիշտ ասած այս ցուցահանդեսը, չէ, անցած տարվա ցուցահանդեսը մեր որոշ նկարիչների, ընկերների մեջ խանդավառություն առաջացրեց։ Ինչ լավ է։ Հա։ Ինձ միացավ աղասին, ինձ միացավ Տիկին Գոհարը Լիեժից, որ շուտով մենք դեկտեմբերի սկզբի ցուցահանդեսը 6, 7, 8, 9 ամբողջ շաբաթը եւի չէ ոնց որ։ Հա։ Միասին պիտի անենք։ Ցուցահանդես Զանտեմի հայտանը Այո։ դրոցում Երեքով։ ամբողջ շաբաթ երկով։ Գիտեք ինչ, ինձ թվում է մի ամիս շաբաթ կիրակի օրերն են լինելու։ Հա։ Այն անգամ էլ էր այդպես, անցած տարի էր այդպես։ Անցած տարի ուրբաթ շաբաթ կիրակի էր, բայց այս անգամ որոշեցինք շաբաթ Դե կիրակի։ ուրբաթ ինձ երևի քիչ մարդ են գալիս, հա, մենակ երեկոյան երևի, հա։ Դե շաբաթ կիրակի, ուրեմն դեկտեմբերի 6-7, դեկտեմբեր ամսին 6-ից սկսած, այո, շաբաթ կիրակի օրերին հանդիպում ենք հայտանը ցուցահանդեսների համար։ այնպես որ համեցեք նկարչություն, քանդակ։ Մեր ընկեր աղասին ներկայացրել է որ քանի գրաֆիկական աշխատանք։ Շատ հետաքրքիր է։ Տիկին Գոհարը ներկայացնելու է մի քանի հատ գոբիլեններ, որը ինքն է գործում։ Ինչ լավ է։ Շատ շնորհալի։ Ինչքան տաղանդավոր մարդիկ ունեք, չէ, Բելգիայում, որ չենք էլ ճանաչում։ Ես չեմ ճանաչում, դուք ճանաչում եք։ Որոշ մարդկանց ճանաչում եմ, որոշ մարդկանց լսել եմ իհարկե։ Անցած շաբաթ ինտերվյու էի անում Արփի Գյոքչյան, ծանոթացեմ դες, լիբանանահայ աղջիկ է, որ ինքն էլ մի ամբողջ ճանապարհ անցել, Բելգիայում ապրում, ինքն էլ քանդակում է սերամիկայից է, կավից է անում, ինտերվյուն կուղարկեմ կլսեք, շատ հետաքրքիր, ինքն էլ աստորեն շատ գեղեցիկ բաներ անում, ցուցադրում հիմա Տուրնե քաղաքում ցուցահանդես ունի։ Շատ տաղանդավոր հայեր ունենք Բելգիայում։ Ես ուրախ պետք է բոլորը հանդիպեն իրար հետ մի հատ լավ սիրուն։ Այո, ես ուրախ կլինեմ, որ հանդիպենք եւ ինչու՞ չէ մի լավ ընկերական խումբ ստեղծենք։ Ճիշտ եք անում։ Կազմակերպեք, ես դրան անգամ անցած տարի ասել եմ, չէ՞։ Հա, պետք է կազմակերպեք դուք։ Կփորձեմ։ Ինչ որ կարամ կօգնեմ, բայց ուղղակի պետք է արվեստի ներկայացուցիչը բոլորին կազմա։ Դե ճիշտ ասած մենք տեղն ունենք, ճիշտ է։ Մենք տեղն ունենք։ Մնում է որ իրանք իմանան, իրենց հայտնենք։ Դերեմը կոչ արեք։ Ես կոչ եմ անում բոլոր նկարիչներին, արվեստագետներին համեցեք, ծանոթանալու, ընկերանալու, բարեկամանալու, մեկտեղ զրուցելու, կռվելու, վիճելու եւ կատարելու, ստեղծելու, ամենակարևորը հային ներկայացնելու համար։ Անտիր կոչա ես ներկա, որպես դիտարկող։ Առաջինը կարևորն է, նրանց հետո ուզեն չուզեն գալու են։ Ես կբերեմ։ Պայմանավորվեցինք։ Ներսես ջան, մի քանի հարց եմ պատրաստել, որ ուզում եմ պատասխանել։ Կփորձեմ։ Ինչպես կուզեք, որ ձեր մասին հիշեն։ Ես կուզեի իմ մասին հիշեին իմ աշխատանքները, եթե իհարկե դա մարդկանց կբավարարի եւ կգոհացնի, փորձում եմ։ Հա, իհարկե, անպայման։ Եթե ինչ-որ մի բան պետք է անվճար անեք, ինչ կանեիք։ Անվճար։ Իհարկե, վճարելու մասին խոսք լինել չի կարող։ Ես մեծ ուրախությամբ իմ գետիկները կփոխանցեի երիտասարդ ծերունդներին։ Ինչը որ անում եք։ Ինչը որ անում եմ։ Եթե դժվարություններ են լինում, ինչպես եք դժվարություններին վերաբերվում։ Ես դժվարություններին վերաբերվում եմ շատ հեշտ, ասեմ իմ համար։ Հիշում եմ պատմության դասերից մեկի ժամանակ, չէ, ավելի ճիշտ պատմության դասագիրք կար։ Ես կարդացի իտալական վերածննդի 3 մեծ հանճարների մասին՝ Լեոնարդո, Միքելանջելո եւ Ռաֆայել։ Լեոնարդոյի շատ խելացի խոսք կար, որ ասես դժվարությունները ինձ համար միշտ էլ հաղթարելի են, միայն պիտի աշխատես եւ չընկճվես։ Դա ես ինձ արել եմ ականջի օղ, ինձ համար դժվարություն, մեծամտություն չլինի ասելը գոյություն չունի, պիտի փորձեմ հաղթահարել, ինչքան կարող եմ։ Մի հատ արտահայտություն կա, չէ, ասում է, իրանք չգիտեն, որ դա անհնար է, իրանք արեցին դա։ Այո, այո։ Իսկ հիմա մեր շատ հայերի ձեր պատմությունը որ լսում ես, ասենք, իսկ դա ինչ որ երջանկություն է, որ դուք կարողացել եք Բելգիայում շարունակել անել ձեր արվեստը շարունակեք ու ասենք մարդիկա ամբողջովին փոխել են բնագավառը։ Ես չեմ կասկածում մեր հայ արվեստագետներին, մեր հայ արվեստին, որոնք կարող են եւ ի վիճակի են հաղթահարել։ Դա միանշանակ։ Լինեմ ես, լինեմ ուրիշը, դա կապ չունի։ Եվ այստեղ անձը ընդհանրապես դեր չի տանում։ Այստեղ դեր է տանում ընդհանրապես հային ներկայացնողը։
որին ես կոչ եմ անում չեն կշվել, միշտ ախտահարել։ Ուրեմն Միշտ հենց առաջ։ ընկճում եք, զանգում եք պարոն Ներսեսին, ինքը ձեզ ոգևորում է։ Խնդրեմ, եթե Պարզ, կարողանամ։ Կարելի է։ Երբ եք վերջին անգամ տոնել ձեր հաջողությունը, ձեռքբերումները, կամ արդյոք դուք տոնում եք ձեր ձեռքբերումները։ Ճիշտ ասած չեմ տոնում։ Դա Չեք տոնում։ սովորական ինձ համար դարձել է սովորական երևույթներ։ Հա, Այսպեսի մի բան ասեմ, նույնիսկ որ հրավերը ստացա Հռոմի պապից գնալուց, դա չեք պատմել, հələ մի հատ բավականին անակնկալի չկա։ Ասում անակնկալի չկա։ Ամեն օր ինձ հրավիրում են, որ ինչ կա որ։ Ուրեմն այսպես սպասեց։ Լսեցի, որ Հռոմի պապը մեր Գրիգոր Նարեկացուն որպես ծայրագույն վարդապետ 33 աստիճան սփացրեց, միևնույն ժամանակ էլ ընդունեց հայկական գենոցիդը։ Դա ինձ առիթ տվեց, որպեսզի հայ ազգի անունից շնորհակալություն հայտնեմ։ Ես քանդակեցի իր մարմարի կիսադրին եւ Հռոմի պապի։ Այո, Ֆրանցիսկ առաջինի, ուրեմն մեր arczepiskopos-ը տեսավ։ Իհարկե մեր քահանան ծանոթացրեց, ասեց, էսի բան կա, ինքն էլ ասեց, ինչ կցանկանայիր, եթե ուզում եք մենք ուղարկենք։ Մենք ուզում ենք բելգիական եկեղեցու քահանայի։ Այո, իհարկե բելգիական թեբի առաջնորդը, ասացա ես հաջողքով կուզում եմ նվիրել, հասնել։ Մի ամիս չանցավ, ստացանք հրավեր, որ եւ հրավերն էլ շատ լավ որ ընթացվեց Զատիկի օրը։ Վայ, ինչ լավ է։ Զատիկի պատարագի ընթացքում անմիջապես ներկայացրեցին, մենք գտնվում էինք հենց պապի կողքը, արձանը նվիրեցինք։ Մոտ 20-25 րոպեի չափ զրուցել ենք, որը որ անհնարին էր կարելի ասել, որտեվ ինքը հայկական պատմությունը շատ լավ գիտեր։ Այո, տարբեր հարցեր իհարկե թարգմանիչի կողմից ինձ հետ իտալերեն չսովորեցիք, հա, Չէ, շատ քիչ։ Ինձ հետ էր իմ ընկեր Ալֆրեդ Նավասարդյանը կնոջ հետ, կինը մի քանի լեզուներ գիտի, որպես թարգմանիչի դեր տարավ, շնորհակալություններ են տիկին Ռոմանին։ Եվ դա ճիշտ ասած, էլի ասեմ, անակնկալ չէր, երևի համար շատ սովորական ստացվեց, ես պարզապես ինձ չէի ներկայացնում։ Ես ներկայացնում էի իմ ազգը, որ դրա համար էլ շատ գոհ եմ։ Մենք էլ ենք շատ գոհ։ Դարձի շատ գոհ եմ։ Դες մեկ այդպես պատմություններ չեք իմացել։ Ասեմ ձեզ ճիշտ ասած, իր քարտուղարը, ներողություն, կարդինալ քարտուղարը մի քանի անգամ ինձ դրամ առաջարկեց։ Այո, ասեց վճարել, ասեց, որովհետև դա շատ ծանր աշխատանք է, երկար բանել, ես ասացի, որ նվերը արժեք չունի, ես դա նվեր եմ տալիս։ Հրաժարվում եմ ինչքան էլ որ տակ։ Շնորհակալություն հայտնեցին Հռոմի պապի խաչից բանով շղթայով նվեր տվեցին արծաթից նույնից, սիրիկա դա ինձ։ Հիշողություն, այո։ Իհարկե։ Ուրիշ մարդ կարող գումարը վերցներ, բայց կարող նույն տպավորությունը չլներ։ Դե ճիշտն ասած, ես գումարը եթե վերցնել էլ պիտի էլը բաժանեի, որովհետև դրա նպատակը ես չունեի։ Բայց քանի որ նվեր էի տվել, ո՞ս կարելի է արդեն ասել, եթե նվեր է, արդեն գումարը տվեք։ Ու իրանք դա որտեղ են դրել, գիտեք ինչ որ որտեղ են դրել։ Իրաց Վատիկանի թանգարան։ Վատիկանի թանգարան են դրել։ Դրեն գրածա Ներսես Վարդանյան, նվիրատվություն։ Այդքան չեմ կարող ասել, բայց քանդակի կողքը գրված էր ազգանունս գրած։ Ինչ լավ պատմություն, ուրիշ էլ լավ պատմություններ ունեք, Վիստմացեկյան լիքը պատմություններով, լիքը, բայց առանձին պետքա հաղորդում Ներսես Վարդանյանի պատմությունները։ Շատ կան, բայց հիշելն է դժվար արդեն։ Պետքա գրել։ Ինչի համար եք երախտապարտ կյանքում։ Ուրեմն ես մի բան ասեմ։ Իրվիկ Ստոնի գրած գիրքը, որ սցենարով ֆիլմ է նկարվել, Քար եւ ցավ, եթե չեմ սխալվում, այսպես էր։ Միքելանջելոին, որ նույն պապը հարց է տալիս, ինչով շնորհակալ կլինես, ես նույն ձևի կարելի է ասել։ Ես շնորհակալ եմ առաջին իր տված շնորհքի համար, որ կարողանում եմ ինչ-որ մի բան անել, որ մարդկանց գոհացնի։ Դա մեծ շնորհ է։ Երևի։ Վստահ եմ։ Տվյալ պահին ձեր ուշադրությունը ինչի վրա բևեռված։ Ինչ բաններ կա։ Պլաններս շատ են իհարկե, միանշանակ չեմ կարող ասել, բայց կուզեի ավելի լավ գործեր ստեղծել։ Ժամանակս արդեն, ինչպես ասած, քիչ է։ Հարկավոր է շտապել, որ հասցնել նպատակներին հասցնելու համար, կատարել աշխատանքներն անելու համար շատ մեծ պրոյեկտներ ունեմ, որը պիտի անպայման եւ քանդակվի եւ նկարվի։ Ուրեմն սպասում ենք ձեր նոր պրոյեկտներին։ Այո։ Կա ինչ-որ մի բան, որի համար դուք զղջում եք։ Ոչ մի բանի համար չեմ զղջում։
կապրեն։ Իհարկե լավ կլիներ գտնվեի մեր երկրում, բայց դե այստեղից էլ կարելի է Իհարկե, պետք տարածել։ գալ։ Այո։ Տարածել ամեն մեկը։ Ես Ամեն մեկը ձևի ամեն փորձում մեկը է։ հայ դեսպան է։ Այո, շատ խելացի ասացիք։ Յուրաքանչյուրը իր բարքն է համարում, որ տարածի։ Դե ամեն դեպքում ասեմ ձեզ, Մարի ջան, ես ահագին քանդակներ նկարներ ունեմ, որոնց լավ վճար են խոստացել, ես չեմ վաճառել, որոշել եմ մոտ ժամանակներս անպայման տեղափոխել եմ Հայաստան, տալ եմ իմ հայրենիքին։ Ինչ լավ է։ Հայաստանում մեծ ցուցահանդեսի բացում կանեք։ Հույս ունենանք։ Եղավ, մեզ հրավիրեք։ Անպայման։ Եղավ, սպասում ենք։ Եթե կախարդական փայտիկ ունենայիք, ինչ փոխեիք ձեր կյանքում։ Իմ կյանքում ոչինչ էլ չէի փոխի, թող այսպես էլ գնար, բայց կցանկանայի, որ մեր Հայաստանը մի քիչ բարելավեր իր վիճակը։ Հա։ Եվ տնտեսապես, եւ հոգեպես, եւ ֆիզիկապես, եւ հարստապես, եւ ամեն ինչով։ Հուսով ենք։ Մի օր Մենք էլ ենք այդ հույսով։ մի օր կլինի։ Ցավոք սրտի մեր հարցազրույցը մոտենում է ավարտին։ Փաստորեն այս հարցազրույցից երկու բան պահպանենք, որ դեկտեմբերի սկզբից ցուցահանդես է լինելու Զավանտեմի հայտանը, շաբաթ-կիրակի օրերը 6-ից սկսած ամսի վերքի ֆլայերները կդնենք խմբերում, եկեք մասնակցեք, գնեք, փոխեք, փոխանցեք, ընկերներին հրավիրեք, տարածեք եւ պարոն Ներսեսը խոսք է տվել, որ բոլոր արվեստի ներկայացուցիչներին համախմբելու է, որ կարողանաք իրար հետ ստեղծեք, ցուցադրեք, տարածեք մեր մշակույթը։ Այսինքն, եթե դուք արվեստի ներկայացուցիչ եք եւ դեռևս չեք ճանաչում պարոն Ներսեսին, խնդրում եմ դիմեք, հանդիպեք, ծանոթացեք, վստահ եմ շատ լավ ժամանակ կանցկացնեք։ Ես շատ լավ ժամանակ կանցկացրի։ Սիրով։ Շատ շնորհակալություն մեր բոլոր ունկնդիրներին, շնորհակալություն որ լսում եք Գահ ռադիոն։ Եթե ձեր դուր եկավ ինտերվյուն, դրեք ձեր էջերին, ուղարկեք ձեր ընկերներին, տարածեք, թող բոլորը իմանան պարոն Ներսես Վարդանյանի կատարած աշխատանքը, որ մենք ունենք իր նման տաղանդավոր հայեր Բելգիայում։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն Մարիշ ջան։ Շնորհակալություն հյուրընկալվելու համար, քեզ մեծ շատ հաճելի էր։ Մեծ հաճույքով նմանապես։ Մինչ նոր հանդիպում ցուցահանդեսին։ Այո, այո։